դիտորդությունը նախորդ թե տեղական թե համապետական ընտրությունների վերջին շրջանի ցույց են տալիս, որ վարչական ռեսուրսի ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա անհամեմատ ավելի փոքր է, իսկ երբեմն որոշ ընտրությունների դեպքում տեսել ենք, որ համարյա զրոյական է եւ անհամեմատ ավելի փոքր է իհարկե օրինակ 2017 թվականի համեմատ, երբ որ ուղղակի համարյա բոլոր հանրային ծառայողներին, հանրային ասենց ասած համայնքապատկան կամ պետական կառույցների, կազմակերպությունների աշխատողներին պարտադրում էին, որպեսզի ամեն մեկը 15 հոգու ցուցակ բերի, որոնց համար ինքը իր աշխատանքով, այսինքն այդտեղ աշխատանքի պահպանմամբ կերաշխավորի, որ իրենք ընտրակաշառք կվերցնեն, հա։ Այսինքն վարչական ռեսուրսի այսպիսի չարաշահումներ դրանից հետո չենք տեսել եւ վարչական ռեսուրս, բայց տեսել ենք վարչական ռեսուրսի չարաշահումներ, դա շարունակում է խնդիր լինել, բայց այդ չարաշահումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա այլևս անհամեմատ փոքր է։ Մենք նաև տեսնում ենք ընտրությունների կոնտեքստում որպես խնդիր իհարկե օտարերկրյա միջամտությունը, որը արդեն իսկ դրսևորվում է տարբեր ձևերով եւ մեր մտավախությունը եւ կանխատեսումն այն է, որ օտարերկրյա միջամտությունը էապես ավելանալու է ընտրություններին ընդառաջ։